Ուրեմն մի քանի կարևոր արձանագրումներ կարծում եմ մեր հանրության համար հարգելի հայրենակիցներ, այս երրորդ օրնա քննարկում ենք այս նախաձեռնությունը, սկզբից ավելի մեծ տպավորություն կար եւ այսպես ասենք ոնց որ պատկերացում կար, որ ավելի շատ հարցեր կլուծվի, բայց իրականում ինչ եղավ այս 3 օրվա մեջ։ Ասում են հարկը պիտի լինի տրամաբանական, բայց նախ մի հատ գանք հասկանանք, այդ գործունեությունը ընդհանրապես պիտի լինի, թե չպիտի լինի։ Այսինքն այդ տնտեսական գործունեությունը բերում ավելի շատ վնասներ, արհավիրք, մարդկային տառապանք, թե ասենք կարևոր է ասենք օրինակ դրա հարկը։ Երկրորդ կարևոր խնդիրը, այս որ ասում եք հավասարակշիռ։ Այ ձեր ցավը տանեմ, ինչ հավասարակշիռ, եթե դուք այդ ոլորտի մասին տեղեկատվություն իրական չունեք։ Այդ ոլորտը դուք եք ասում եւ իրականում էլ տենց է, ինչ ուզում է թղթի վրա բերում է շրջանառություն, որքան ուզում է հարկա վճարում։ Այսինքն չեք կարող վերահսկեք, միջև հիմա էլ բնականաբար պարզվեց վարչապետի հանձնարարականն էլ եղել է, չեք կատարել, այդ օպերատորներ չկա, չգիտենք երբ կլինի կամ ինչի չկա, հիմա ասում եք չէ, այս ոլորտը պիտի ինչը հավասարակշիռ, եթե չկա հաշվարկ, այն մնացած էլ չգաք ստեղ ասեք, վայ գիտեք չեք կա, բայց մի քիչ սենց, մի քիչ ընենց։ Հիմա 10% մարդ առաջարկել էր, որ շրջանառությունից հարկվի։ 10% հարկատալի փոքր բիզնես է նաև իր շրջանառությունից։ Հիմա ասում եք չէ, գիտեք, միջև հիմա տվել են 0.1% տուրք։ Հիմա թոտան 0.2% տուրք։ Որովհետև իրանք ասում են, իրանց ձայնը լսելի է, գերշահույթներ են ստանում, որովհետև իրանք ասում են, այ էտա հազիվ ենք տեղավորվում։ Կարող է սուտ են ասում, ես վստահ եմ, որ սուտ են ասում, իսկ պետությունը փաստորեն փոքր բիզնեսին չի լսում, հարկը կրկնապատկում է, իսկ իրանց մասով ասում է չէ, կայնի ասենք սահմանափակվենք դրանով։ Լավ, ժամանակ չկար, բայց կարևոր մի շարք։ Չէ, ես խոսեմ, կարծում եմ միայն հնարավորություն կա, կխնդրեմ խոսեմ նաև մեր խմբակցության անունից։